Բարև բոլորին, այսօր կխոսենք երկրաչափությունից։ Հիմնականում եռանկյունների հավասարության հայտանիշներից և կլուծենք մի քանի խնդիրներ։ Սկսենք այս հարցից։ Մեզ հայտնի է, անցել ենք դպրոցում, որ երկու եռանկյուններ հավասար են, եթե հավասար են նրանց երկու կողմեր և դրանցով կազմված անկյունները։ Եթե համապատասխան երկու կողմերի հավասարություն կա, երկու կողմերի զույգերի, և դրանցով կազմված անկյան, ունենք եռանկյունների հավասարության հայտանիշ, որ հայտանիշն է առաջին։ Հիմա հարց է առաջանում, այս հայտանիշը եթե փոխենք ու դրանցով կազմվածը հանենք։ Օրինակ, երկու եռանկյուններ հավասար են, եթե հավասար են դրանց երկու կողմեր և ինչ-որ մի անկյուն։ Ճիշտ կլինի, թե սխալ կլինի։ Կարելի է ենթադրել, որ երևի սխալ կլինի, որովհետև եթե ճիշտ լիներ, չէին գրի դրանցով կազմված, չէին շեշտի, որ դրանցով կազմված։ Բայց պետք է հասկանալ ինչու, ինչն է խանգարում, օրինակ, չի կարող երկու եռանկյուններ լինեն, որոնք երկու հավասար կողմեր ունենան ու ինչ-որ մի անկյուն էլի հավասար լինեն։ Սրանից չի հետևում, որ այս երկու եռանկյունները հավասար են իրար։ Մի քիչ մտածեք և քննարկենք։ Ասա Հայկ։ Եթե մենք դիտարկում ենք ինչ-որ անկյուն, ապա ընդհանրապես առաջարկում նշենք ինչ է անկյունը։ Եռանկյունը դա երկու ճառագայթներով սահմանափակված հարթության մաս է, և ինչու ենք մենք շեշտում, եթե հավասար են երկու կողմերը, ապա ու անկյունը, ապա այդ դեպքում եռանկյունները հավասար են։ Դա նշանակում է, որ այդ անկյան բացվածքը և այն երկու անկյունների բացվածքները նույնն են լինելու այդ կողմերի երկարության հետևանքով, բայց այս մեր դեպքում մենք կարող ենք նկատել, որ ներքևի կողմը, մեծ կարակ կողմեր նշանակեք, որ ավելի ճիշտ ասեմ, ABCD գրենք։ Հա, հեսա գրեմ, միատ ավելի լավ նկարեմ։ Օրինակ ունենք ABC եռանկյունը ու այս անկյունը BC-ն։ Նաև ունենք H', B', C' եռանկյունը։ Ինչ ենք նկատում, որ AC-ի երկարությունը սահմանափակված չի, ինչպես նաև B անկյունային չափը, ինչը դա մեզ տալիս առաջինը, որ AB-ն կարող է տարբեր կողմեր բացված լինել, կարծես անկյուն B-ի մեծությունը մենք կարող ենք փոփոխել։ Լավ, ոնց փոփոխենք։ AC-ն տանենք, ենթադրենք դեպի ձախ մի քիչ։ Եվ քանի որ AC-ն էլ նույնպես, այո, իսկ քանի որ AC-ն էլ նույնպես մենք չենք կարգավորել AC-ի երկարությունը ինչքան կարող է լինել, մենք կարող ենք հանգիստ AC-ն երկարացնել և ոչ մի վատ բան տեղի չի ունենա։ Բայց օրինակ այս կետը որ վերցնենք, այս կետը ավելի հեռու կլինի B-ից ու արդեն AB-ին հավասար չի լինի։ Իրականում այս երկու եռանկյունները իրար նման չեն ստացվի, ես փորձում եմ մի քիչ ուղղել դա։ Առաջին եռանկյունը մի քիչ փոքր ստացվեց, բայց ոչինչ, գաղափարը այդ չի։ Հիմա Այդտեղ խառնեցինք, կարանք AB-ն բերենք դեպի ձախ, դեպի աչքն լույսը։ Դեպի աչ, այս կողմ բերենք։ Այո, դա ավելի կարճ կլինի, բայց… Այս AB-ն պատկերացրեք լուծկու չոփա։ Կարելի է վերցնել, ուրիշ ձևով դնել, այս կողմով։ Կլինի էլի նույն երկարությունը, այստեղ կունենանք ինչ-որ ամիկ կետ։ Այս նույն երկարությունը կլինի, BC-ն նույնը կլինի, անկյունը նույնը կլինի, բայց եռանկյունները նույնը չեն։ Մեկը մեծ է,
M-ը ավելի փոքր է։ Մհմ։ Ճիշտ է իր ասում։ Այսինքն մեզ պետք է, որ հենց իրանց այս երկու եռանկյունների մեջ հենց այդ հավասար կողմերով կազմված անկյունը լինի նույնը։ Եթե ուրիշ մեկ այլ անկյունը նույնը, կարող ենք այսպիսի դեպք ունենալ, որը իրականում ահագին նման դեպք է, բայց տարբեր է։ Այս մի եռանկյունը օրինակ բութանկյուն է ստացվել, այս B1C-ն բութանկյուն է, B-ն սուրանկյուն է։ Բոլորը համաձայն են։ Այո։ Շատ լավ։ Դե հիմա անցնենք մի խնդրի։ Ունենք հավասարակողմ եռանկյուն, այսինքն բոլոր կողմերը իրար են հավասար, եւ այդ եռանկյան կողմերի վրա ընտրված են K կետը, M կետը եւ L կետը։ Ընդ որում այս K, L, M կետերը եռանկյան կողմերը տրոհում են նույն հարաբերությամբ։ Օրինակ, եթե ԱԿ-ն ԿԲ-ին 1:2-ի հարաբերությամբ է, ԿԲ-ն եթե երկու անգամ երկար, նույն տրամաբանությամբ MB-ն MC-ից է երկու անգամ փոքր, CL-ը CA-ից է երկու անգամ փոքր։ Ընդհանուր դեպքում չգիտենք կոնկրետ երկու անգամը, թե քանի անգամը, բայց գիտենք, որ այդ նույն հարաբերությունն ունեն։ Հարցը հետևյալն է, պետք է ապացուցել, որ այս ստացված LKM եռանկյունը նույնպես հավասարակողմ է։ Մի քիչ մտածեք եւ քննարկենք։ Եկեք սկսենք քննարկել, ինչ որ առաջին քայլը ասենք, հետո մի քիչ էլի մտածենք եւ էլի քննարկենք։ Մայիս, կասես, ոնց է սկսել։ Դինենք, եթե մեր եռանկյունը հավասարակողմ է, ուրեմն AC-ն հավասար է CB, որն հավասար է AB։ Հա։ Դե քանի որ A-կան հարաբերած KB-ի, որ հավասար է BM հարաբերած MC-ի, որն հավասար է CL հարաբերած LA-ի, այդտեղից կհետևի, այդ երկուսից կհետևի, որ A-կան հավասար է BM, որն հավասար է CL, KB-ն հավասար է MC, որն հավասար է LA։ Ճիշտ է, այսինքն այս հատվածները նույն ձև տրոհելուց, քանի որ հատվածներն էին իրար հավասար, տրոհելուց հետո այս մասերը էլի իրար հավասար են։ Այս գծագրով երևում է այս CM-ը, TK-ն ու AL-ը մեծ մասերը իրար են հավասար են, փոքր մասերն էլ իրար։ Լավ, եւս մի րոպե թող մտածեք եւ շարունակենք։ Լավ, արեք, ոնց շարունակենք։ Դե իմացանք, որ այս եռանկյունը հավասարակողմ է, այսինքն կետերը մի կետից նույն հեռավորության վրա են դրած։ Այսինքն, որ ոնց էլ պտտենք, նույն բանն է ստացվելու։ Չէ՞։ Ինչ է ոնց պտտենք։ Այսինքն դա տենց որ 120 աստիճան պտտենք, էլի, այսինքն որ ներքևում ուրիշ կողմ գտնվի։ Ես մասում։ Էսենց ասեմ, որ օրինակ հիմա AB-ն է ներքևում գտնվում, չէ՞։ Հա, Հա, անենց պտտենք, որ AC-ն լինի ներքևում։ Էլի նույն բանը կստացվի, չէ՞։ հա։ Այսինքն այս գծագիրը տեսնես կարելի է պտտել։ Հա, ոնց որ թե կարելի է, ես մի հատ փորձեմ ինձ պտտել ու ցույց տալ։ Այս գծագիրը այսպես պտտենք, նենց որ ներքևի եռանկյունը, ներքևի գագաթները ոչ թե ան ու բեն լինեն, այլ ցեն ու ան։ Ու լրիվ նույն պատկերն է ստացվում։ Հետո Հա, հիմա էդի օգտագործելով, այտենց M ու K կետերով հատված տանենք ու
կա n-ով, հա, որը պտտենք նույն բանն է ստացվելու, չէ, այսինքն հավասար կլինեն այդ երկու հատվածները։ Բայց դու պետք է ապացուցես, որ ինքը հավասարակողմը նոր իրավունքներն ասպտտես չէ։ Եթե լավ հիմնավորենք, պտտելը հերիք է։ Ընդհանրապես ոնց եք ապացուցում, որ երկու եռանկյունները իրար հավասար են։ Մի եռանկյունը վերցնում ենք, տանում ենք, դնում ենք մյուս եռանկյան վրա, չէ՞, հենց տենց էլ արել եք։ Ապացույց է այս եռանկյունի հավասարության առաջին հայտանիշի հետևյալն է, որ այս գագաթը բերենք այս մյուս գագաթի վրա, այս գագաթը բերենք այս գագաթի վրա, այս կողմը կլինի, հետո նույն անկյունով բացված են, ուրեմն լրիվ կհամապատասխանեն իրար, ուրեմն երրորդ կողմ, ասենց այս երկու մարմինները իրար հավասար են, երկու պատկերները։ Այդ եղանակով կարելի է փորձել այստեղ էլ նույն բանը անել։ Հիմա Հայկը, չէ, Արեգը ասում է ձախ կողմից նայելիս, երբ որ անուցեն են ներքևում, այսինքն եթե պտտենք անուցեն դառնան ներքևում, լրիվ նույն իրավիճակն է ստացվելու։ Ոչ մի տարբերություն չկա, ինչը ստեղ։ Էլի նույն երկարությամբ եռանկյուն ունենք, էլի նույն ձևով տրոհել ենք, այսինքն եթե այս եռանկյունը պտտել ենք, ստացվել է նույն եռանկյունը, բերենք այս երկու վերևի ու ներքևի եռանկյունները իրար վրա դնենք, C կետն ու A կետը նույնը կլինեն, A կետն ու B կետը նույնը կլինեն, ու այս B-ն ու C-ն նույնը կլինեն, այսինքն իրանք նույն բանն են։ Հələ հերիք չի մի հատ էլ մեջի կետերը, L-ը օրինակ նույնն է ինչ որ կան, որովհետև նույն հարաբերությամբ էր ընտրած, այսինքն այս L-ը նույն հատկությունն ունի ինչ որ կան, նույն երկարության հեռավորության վրա է, C-ից ու A-ից։ Նույն կերպ M-ն ու L-ը, նույն կերպ կան ու M-ը, այսինքն կարելի է ուղղակի այս եռանկյունները իրար վրա դնել և ստանալ, որ LM հատվածը, օրինակ այս հատվածը և այս հատվածը իրար հավասար են։ Սենց բան երևի թե քիչ եք արել դպրոցում, բայց գաղափարը ինձ թվում է հասկանալի է, ովքեր հարցեր ունեն, կամ ովքեր չեն հավատում, որ սա ապացույց է։ Լավ, բայց ոնց որ թե լրիվ չասեցինք, կշարունակես Արեգ մի հատ վերջնական հիմնավորես։ Հա, որ այդ երրորդ մասը սկսեմ են երկրորդ մասի վերջով, որը այդ որը L n-ով հատված գծենք ու մի հատ էլ LM-ով նույն բանը կլինեն, որովհետև մենք գիտենք, որ այտենց պտտելուց նույն բանը կստացվի։ Երբ որ պտտում ենք այս հատվածը, պտտվում է դառնում է այս հատված։ Հա, Ինքն այս երկու հատվածները իրար հավասար են։ Կամ նույն այսի։ բան էլ հա։ Նույն բան էլ կանենք LM-ի ու MN-ի հետ։ Ու կստացվի, MK-ի հետ, հա։ ու կստացվի, որ երեք կողմերը հավասար են։ Կարող եմ ուրիշ լուծում առաջարկել։ Հա, մի հատ համոզվենք, որ բոլորը համաձայն են այս լուծման հետ։ Բոլորը համաձայն են, հասկացան ոնց ենք ապացուցում։ Այստեղ կարևոր գաղափարը այն է, որ եթե ունենք հավասարակողմ եռանկյուն, հերիք չի մի հատ էլ այս կետերը այսպես սիրուն ձևով ընտրված են, համաչափություն ունենք տարբեր։ Ու ինձ թվում է Հայկի լուծումն էլ էլի նույն տանի մեջ կլինի։ Դե առաջինը, որ հենց ամենասկզբում սկսեցին ասել, որ կողմերն են հավասար,
միակ բան չդիտարկեցին, որ անկյունն անկյուն C-ն եւ անկյուն B-ն հավասար են 60 աստիճան, քանի որ այս երկանկյունը հավասար է կողմում։ Ճիշտ է։ Իսկ երկանկյունների հավասարության առաջին հայտանիշով մենք ապացուցում ենք, որ երկանկյուն AL կան, CLM-ը եւ BM կան հավասար են իրար։ Այլ կան CM-ը, CM-ը, MB կան։ CML-ը և CMB կան։ երկանկյուն B M կան։ Այո։ Անտիրելով նշան որոնք AL կան։ Հետո CLM-ը, CML-ը, ինչպես նաև BKM-ը։ Իսկ հիմա մենք օգտագործում ենք, որ հավասար երկանկյունների մեջ հավասար կողմերի դիմաց ընկած անկյունները իրար հավասար։ Հակառակը հավասար անկյունների դիմաց ընկած Դե կողմերը այն բանն եմ ասում, որ այն մյուսից է բխում էլի։ Ու դրանից հետևում է, որ L կան հավասար է ML-ին, հավասար է KM-ին, հետևաբար երկանկյուն KLM-ը հավասար է կողմը։ Սա մենք ուղղակի կողմերի հավասարությամբ նկատեցինք, որ AL-ը քանի որ հավասար էր BK-ին հավասար էր CM-ին, երկանկյունները կարող ենք հավասար գրել 60 աստիճանի կա եւ կազմված եւ դրանքից երկու կողմերը բոլոր տեղերը կան։ Նույն գաղափարն էր իրականում ինչ պտույտ է։ Ուղղակի այստեղ կոնկրետ գրեցինք, որ երկանկյուններն են հավասար լինում։ Պտտելիս տեսնում ենք, որ հա, դե սկզբում այս երկանկյունը այստեղ էր, հետո որ պտտվում է գալիս է այստեղ, հետո որ պտտվում է գալիս է այստեղ։ Իրականում այսինքն շարժումներով շատ օգտակար է մտածել, երբ որ մտածում եք, հասկանում եք լավ ինչ կատարվեց, իմանում եք ինչ ապացուցեք։ Դե առաջարկում եմ անցնենք վերջին խնդրին այսօրվա։ Ունենք հավասար կողմերով քառանկյուն, այսինքն մի քառանկյուն ABCD, որի կողմերը բոլոր իրար են հավասար։ Միայն դա է հայտնի։ Պետք է ապացուցել, որ այս քառանկյան անկյունագծերը փոխ ուղղահայաց են, այսինքն իրար ուղղահայաց են։ Այս դեպքում AC-ն եւ B-ն ուղղահայաց են։ Ոնց անենք։ Դες 2 րոպե ժամանակ տամ, հետո քննարկենք։ Ինչ մտքեր կան։ Դրա համար պետք է դիտարկենք երկանկյուն ABC-ն եւ AD-ն։ Որտեղ մենք տեսնում ենք, եթե երկու կողմերը հավասար են, այսինքն այդ երկանկյունները հավասարացնում են։ Դրանից էլ հետևեց, որ անկյուն ACD-ն հավասար է անկյուն BAC սթաչատիր անկյունների։ Բաչադիր անկյուն մեջ այդ զուգահեռ ուղիների համար էր, հա։ Ես խաչադիր անկյուն մենակ տենց գիտեմ, եթե երկու ուղիներ զուգահեռ են, այս անկյունն ու այս անկյունը իրար հավասար են օրինակ։ Այդ հիմա դեռ չգիտենք, որ զուգահեռ են։ Բայց էս ճիշտ է, երկանկյուն ABC-ն հավասար է երկանկյուն ADC։ Երկանկյունների հավասարության որ հայտանիշը պետք է կիրառել։ Դե եթե այդ երկանկյունները հավասար են, ուրեմն այդ երկանկյունների անկյուններն էլ են իրար հավասար։ Այսինքն անկյուն OCD-ն հավասար է անկյուն OAD, հավասար է անկյուն BAO, հավասար է անկյուն BCO։ Քանի որ հավասարացուն երկանկյուններ են, եթե ունենանք երկանկյունների հավասարություն, ապա այս
հիմքին առընթեր երկու անկյունները էլի համ իրար են հավասար լինելու, համ էլ են մյուս եռանկյան հիմքին առընթեր երկու անկյուններին են հավասար լինելու։ Իսկ եռանկյունների հավասարությունը հեշտ է նրա համար, որ AB-ն հավասար էր AD-ին, BC-ն հավասար էր DC-ին, իսկ AC-ն էլ ընդհանուր էր, այսինքն իրանք մի կողմը ընդհանուր ունեն, այն մյուս երկու կողմերը իրար են հավասար, այս մյուս երկու կողմերը իրար են հավասար։ Կարելի է պատկերացնել սա էլ, որ փայլային կարելի է արտապատկերել այս ABC-ն, սենց որ հայլային ծալեք կգա ADC-ի վրա ու իրար հավասար կլինեն, որովհետև երեք կողմերն էլ իրար հավասար են, այս սրա երեք կողմերը ու սրա երեք կողմերը։ Այսինքն հավասարությունների երրորդ հայտնիչն է պետք։ AC-ն էլ ընդհանուր։ Լավ, անկյուններն էլ իրար են հավասար, հիմա ով կարող է ասել ոնց շարունակենք։ Բայց Դե քանի որ այդ անկյունները հավասար են, օրինակ դիտարկենք եռանկյուն BOC, եռանկյուն BOA, եռանկյուն AOD եւ COD եռանկյունները, հա, դե OC-ն BOC եւ DOC-ի եռանկյունների համար ընդհանուր է։ Այդտեղից հետևում է, որ BOC եւ DOC եռանկյունները հավասար են։ Երեք հատ հայտանիշություն ունեցանք։ թեոթն։ Այս եռանկյունն է եւ այս եռանկյունն է։ Որ հայտնիչներ։ OC-ն ընդհանուր է, անկյուն OCD-ն հավասար է OCB անկյանը, DC-ն հավասար է BC։ Այդ երեքից հետևում է, որ եռանկյուն BOC-ն հավասար է եռանկյուն DOC, իսկ քանի որ մենք գիտենք, որ BD-ն փռված անկյուն է եւ քանի որ այդ երկու եռանկյունները հավասար են, ուրեմն BOC եւ COD անկյունները հավասար են, որոնք որ 90 աստիճան են։ Ճիշտ է։ Հավասարացրուն եռանկյուն ունեք, կիսորդ եք տարել, այն նաև բարձրություն պետք է լինի։ Անցել եք այդ փաստը։ Այո։ Այսինքն ունենք, որ անկյուն BOC-ն եւ անկյուն DOC-ն իրար հավասար են, ուրիշ չի մի հատ էլ հավասար են 90 աստիճան։ Վերջ, հենց էս էլ պետք էր, որ ապացուցենք անկյունագծերը կողքները։ BOA եւ AOD եռանկյունները դիտարկել Հելինին ձև անկյուն BOA-ն հավասար է անկյուն AOD, որն է հավասար է 90 աստիճան։ Ու այստեղ նույնիսկ տեսնում ենք, որ այն մյուս կողմում էլ այս երկու անկյուններն էլ պետք է հավասար լինեն, նույն կերպ կարող ենք ապացուցել։ Ու քանի որ կիսորդը բարձրությունը նաև միջնակից է, BO-ն հավասար է DO, CO-ն հավասար է AO։ Լիքը հավասար կողմեր ունենք։ Այս պատկերը իրականում կոչվում է շեղանկյուն։ Երևի լսել եք, զուգահեռագծի այն դեպքն է, երբ որ բոլոր կողմերը իրար հավասար են։ Գերտ Տիգրան, ես դիտարկել եմ, որտեղ քառանկյուն է, ուրեմն AD զուգահեռ BC-ին, իսկ դրանից հետևում է, որ այս տարել եմ BD-ն, ուրեմն անկյուն AD-ն պետք է հավասար լինի BOC, նույնը վերաբերվում է ODC-ին եւ ասում ես AD-ն պետք է զուգահեռ լինի BC-ին։ Այո, որտեղ քառանկյուն է։ Քառանկյան մեջ պարտադիր չի, կարող են ինչ-որ խառը քառանկյուն լինի, այսպես։ Ոչ մեկին զուգահեռ չի։ Իրականում կան sense խառը քառանկյուններ, բայց եթե բոլոր կողմերը իրար հավասար են, ճար չունի, պետքա այսպես համաչափ պատկեր ստացվի, շեղանկյուն ստացվի, զուգահեռ են լինելու։ Ուղղակի դա ապացուցելու համար պետքա այսպես գրես։ Կամ ինչ-որ ուրիշ եղանակով, բայց չես կարող հենց սկզբից զուգահեռությունը ասես։
Համարես, որ զուգահեռ են։ Դե անկյունների հավասար են սկզբից D կետը ծալում են B կետի վրա, իսկ C կետը A կետի վրա։ Հայ, անկյունների հավասարությունից հետո կարող ես զուգահեռությունը ասել, այսինքն երբ որ այստեղ գրել ենք, այս անկյունները հավասարը գրել ենք, հետո կարող ես ասել, որ զուգահեռ են։ Հա? Շատ լավ։ Այսօրվա համար այսքան է։ Հաջողություն։